Ֆրանսիան մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությամբ, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բարոն։ Ադրբեջանն արագ արձագանքել է Ֆրանսիայի նախարարի հայտարարությունը համարելով կեղծավոր եւ ասելով, թե Հայաստանին սպառազինություն մատակարարելը չի նպաստում խաղաղությանը։ Այս ֆոնին տարօրինակ է Երևանի դիրքորոշումը։ Մի կողմից Պաշտպանության նախարարությունը հերթական տեղեկությունն է հայտնում, որ ադրբեջանցիները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, մյուս կողմից նույն Պաշտպանության նախարարության փոխնախարարը իրավիճակը գնահատում է կայուն, իսկ պատգամավորները կառավարող ուժի համարում են, որ սահմանին հանգիստ է։ Այս բազմավեկտոր իրավիճակը վկայում է, որ այնինչ տեղի է ունենում ըստ էության ոչ այնքան ծավալվում է սահմանին, այլ քաղաքական հետնաբեմում։ Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է այն մասին, որ պետք է ավելացնել Եվրամիության դիտորդների թիվը եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Սրանք կարծես թե հակոտնյա դիրքորոշումներ են, որովհետև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր կոչվածը ենթադրում է, որ ստորագրելուց հետո սահմանին չեն լինելու երրորդ ուժեր, այդ թվում դիտորդներ։ Հետևաբար, եթե Ֆրանսիայի արտգործնախարարը խոսում է ԵՄ դիտորդների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ուրեմն նա որևէ իրական ակնկալիք չունի, թե մոտակա ժամանակահատվածում կարող է ստորագրվել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր։ Բայց այդ դեպքում ինչ խնդիր կլուծի դիտորդների թվի ավելացումը։ Ֆիզիկական թվով է, որ նրանք հարց են լուծում կամ լուծելու, հատկապես եթե նկատի առնենք, որ դիտորդները մշտական տեղակայման ռեժիմով չէ, որ աշխատում են, այլ ժամանակ առ ժամանակ մոնիթորինգի իրականացման։ Թե Ֆրանսիան դիտորդների կազմի ավելացման հարցն առաջ քաշելով փորձում է իր հերթին բարձրացնել խաղադրույքը, այն հայտարարությունից հետո, որ օրերս արեց Իլհամ Ալիևը։ Իսկ Ալիևը անդրադառնալով Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությանը հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանների մասին նշել էր, թե դա Եվրամիության գործը չէ։ Դրանից հետո Ֆրանսիայի արտգործնախարարը հայտնում է մտահոգություն լարվածության առնչությամբ, որի առիթով էլ խոսում է դիտորդական առաքելության թիվն ընդլայնելու մասին։ Այլ կերպ ասած, պատասխանում է Ալիևին ուղղակի թե անուղղակի, որ իրենց գործն է։ Կարձագանքի Երևանը դիտորդների թվի վերաբերյալ Բարոյի հայտարարությանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի Հայաստան կատարած այցից օրեր անց հայտնի դարձավ, որ հայ-իրանական համատեղ զորավարժություն են անցկացնելու։ Երևանում Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, ինչպես Հայաստանի Հանրապետության ՊՆ-ն է որակում, ոչ թիրախային չդադարող կրակոցների ֆոնին, Արաղչին խոսել էր էսկալացիայի հավանականության մասին։ Հաշվի առնելով փաստը, որ Երևանը տևական ժամանակ անարձագանք էր թողնում համատեղ վարժանքների եւ ռազմավարական համագործակցության վերաբերյալ Թեհրանի առաջարկները ու նկատի ունենալով անհանգիստ իրավիճակը սահմանին, նաեւ Իրանի շուրջ գեոպոլիտիկ լարվածության աճը,